Ահա եկավ այն սուրբ ժամը, որ ես կարող եմ հաղորդակցվել իմ սիրելի ժողովրդի հետ։ Իսկ ինչու եմ անվանել այս հանդիպումը Սուրբ հաղորդակցություն ճշմարտության հետ։ Ճշմարտություն, որ ինչպես Հիսուսն էր ասում, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը։ Ահա այս ճշմարտության մասին է խոսքը։ Ճշմարտություն, որը բոլորիս աղբյուրն է, բոլորիս մեջ է։ Եվ այդ ճշմարտությունը, երբ որ մենք ճանաչենք, երբ որ հասնենք այդ ճանաչմանը, մենք արդեն դուրս կգանք մթությունից, հավետ մթությունից եւ կգնանք դեպի հավերժ լույսը, հավերժ երանությունը։ Ես այդ ճշմարտությունը իմ համար շատ կարևոր էր, որովհետեւ երբ դեռ անցյալից էր եկել ինձ մոտ այս ամենը, անցյալ կյանքից ես ընտրվել էի, որ պետք է հասնեմ այս կյանքում այդ ճանաչմանը, եւ նույնիսկ փոքր տարիքից առաջնորդվում էի եւ ձեռնադրումներ անցնելով հասավ այն ժամը, որ ես արդեն մոռացա իմ որպես անձ ինձ եւ սկսեցի պարզապես օգնել մարդկանց։ Եւ այդ ժամանակ, երբ որ պարզապես միայն սիրում էի Աստծուն եւ այդ սերը տալիս էի մարդկանց, Աստված իմ առջև մարմնավորվեց հոգեվոր ուսուցչի տեսքով եւ ես արժանացա այդ օրհնությանը, որ ունենամ հոգեվոր ուսուցիչ։ Իսկ հոգեվոր ուսուցիչը ոչ այլ ինչ է, սովորական ուսուցիչ չէ, այլ Աստծուն ճանաչող մեկը, որը հասել է այդ աստվածային միասնությանը եւ հիմա ինձ առաջնորդում է դեպի այդ միասնությունը։ Եվ ես արժանացա եւ դա ինձ համար շատ մի սքանչելի օրհնված պահ էր, երբ ես հասկացա, որ այն գուրուն ուսուցիչը, որ ինձ պետք է տանի, դա հնդիկ մեծ իմաստուն յոգ Պարամահանսա Յոգանանդան էր, որը 1920 թվականից ապրել է երկար տարիներ Ամերիկայում եւ յոգայազմունքը տարածել այստեղ։ Եվ Յոգանանդան ինձ առաջնորդեց այն դժվարին ճանապարհով եւ տարբեր ձևով ուսուցանելով, տեսիլքներով եւ առերես գալիս էր ինձ աչքերս բաց նույնիսկ եւ ուսուցանելով հասցրեց ինձ դեպի այդ միասնությանը եւ ես խոնարհվում եմ նրա առաջ, խոնարհվում եմ նրա ոտքերին եւ Աստծուն շնորհակալ եմ այս ամենի համար, ինչին որ հասա։ Եվ ես չէի կարող այս ամենը փակել, պահել եւ պարզապես մի կիրճում նստել, քանի որ մարդիկ կարիք ունեն այս օգնությանը եւ որ ինքը բացվեց իմ առջև, մաքրեց իմ բոլոր չակրաները դրանք էներգետիկ կենտրոններն են, մարդու աստրալ եթերային ողնաշարի կենտրոնով դասավորված եւ մաքրեց իմ բոլոր մարմինները, 4 մարմինները՝ մենտալային, մտքային, եթերային, ֆիզիկական եւ զգացմունքային, եւ երբ որ այդ ամենը ինձ լրիվ մաքրվեց, իմ միջից այն դարավոր կեղտը, դարավոր մթությունից ինձ հանեց, իմ լրիվ բացվեց աստվածային էներգիայի հոսքը իմ մեջ եւ այդ հոսքը գալով ես արդեն մի խոսք էի ասում, մարդիկ բուժվում էին, տարբեր տեղերից ինձ դիմում էին արդեն իրենց օրհնություն ստանալու, բուժումների եւ տարբեր հարցերի լուծման համար, մարդիկ զգում էին այդ էներգիան եւ զգում էին, տեսնում էին այդ մեծ փոփոխությունը, որ իրենց մոտ կատարվում է իմ պարզապես հպումից, իմ խոսքից, իմ պարզապես ներկայությունից եւ ահա կարծում եմ հասավ այն ժամը, որ ես ասեմ, թե ինչու եմ այսօր այստեղ, որ այդ բուժումները կարողանում եմ, հրաշքները, որ եղան իմ միջոցով, դա մարդկանց համար է հրաշք,
բայց ինձ համար դա Աստծո համար անհնար որևէ բան չկա, Աստված ամեն ինչ կարող է անել, բայց մահկանացուների համար դա հրաշքներ են, որովհետև մենք չենք պատկերացնում, որ հնարավոր է մի խոսքով աշխարհի մյուս ծայրում մեկը բուժվի, մեր համար պատկերացնելի չէ դա։ Երբ որ արդեն հասկացա իմ առաքելությունը, սովորեցի հենց իմ ուսուցչի թողածուսմունքը եւ հասկացա, որ ես պետք է ինքը ինձ ձեռնադրում տվեց եւ տեսիլքով իմ ձեռքերս, ոտքերս մցրեց մոմի մեջ եւ հետո տարավ լիճը, որ ինքն էր ստեղծել, կոչվում է Շրայն լիճ։ Այդ լիճը սառած էր եւ վրան բազմաթիվ մարդիկ, ցույց տվեց ինձ լիճը եւ ասաց. տեսնում ես այս մարդկանց, դու բոլորին օգնելու ես։ Ես չէի հասկանում, թե ինչ պիտի անեմ, ինչպես պիտի օգնեմ, եւ կամաց նա իմ առջեւ բացեց, թե ինչ պիտի անեմ եւ ինչպես պիտի օգնեմ մարդկանց, եւ դա բուժումներն էր եւ տարբեր օրհնությունները, որ իմ միջոցով ստանում էին մարդիկ։ Եվ այդ ամենը, երբ որ կատարվեց, ես արդեն հասկացա, որ սա իմ առաքելությունը, որովհետև բոլոր դռները փակվում էին իմ առջև, փորձում էի քոլեջում սովորել եւ փակվում էր, աշխատանքս փակվում էր եւ հասկացա, որ Աստված ինձ առաջնորդեց այս կյանքում հասցրեց այս մեկ օրհնությանը, որ կարողանամ մեկ դառնամ Աստծո հետ եւ աստվածային այդ էներգիան գա իմ վրա եւ այդ էներգիայով ես կարողանամ բուժումները կատարել։ Եվ այս տարի փետրվար ամսին իմ էլի հոգևոր ուսուցչի եւ Աստծո հրաշքով, Աստծո առաջնորդությամբ ես գնացի Հնդկաստան եւ կարծում եմ շատերը ծանոթ եք Գանգա գետին, որը որ Սուրբ գետ է Հնդկաստանում, երբ որ մկրտություն ստացա Գանգայում 3 անգամ մտնելով եւ դուրս գալով իմ աստվածայնությունը հանդիպեց Գանգայի աստվածայնությանը եւ ես հզոր մի ցնցում ապրեցի եւ կարծում եմ դա իմ վերջին այդ արթնացումը եղավ, դա մի աննկարագրելի պահ էր, չեմ կարող նկարագրել, պիտի միայն ապրես, որ զգաս դա։ Եվ երբ որ մինչև Հնդկաստան գնալը ես էլեկտրոնային կայք էի պատրաստում, որպեսզի գամ եւ կարողանամ դրա միջոցով մարդիկ տեղյակ լինեն, ինչ եմ կատարում, ինչ եմ անում, եւ երբ որ Հնդկաստանից եկա, այդ կայքս վերջացրեցի, կայքի աշխատանքները եւ այն կոչվեց Holy Light Healing, իսկ հայերենով Սուրբ լույսը բուժման, եւ այդ անունը նույնիսկ ինձ տրվեց անունը եւ լոգոն, որը որ կայքի վրա ինձ ամեն ինչ տրվում էր վերևից եւ այդ կայքը վերջացնելուց հետո, երբ որ սփռվեց արդեն տարբեր մարդիկ կարողացան հասանելի դարձնել մարդկանց, տարբեր աշխարհի տարբեր ծայրերից ինձ հարցեր տրվեցին եւ ես որոշեցի այս ժամը օգտագործել այդ հարցերը իմի բերել եւ պատասխանել եւ նաեւ այս միջոցով, քանի որ ես օտարների հետ աշխատում եմ, բայց հայերից միայն իմ մոտիկներն են տեղյակ, ինչա կատարվում, ուզեցի այս միջոցով մեր ժողովրդին էլ տեղյակ պահեմ, թե ինչպես կարող եմ օգնել իրենց։ Եվ կարծում եմ հիմա ժամանակն է, որ սկսեմ հարցերից։ Առաջին հարցը, ինչպես իմացար, որ կարող ես օգնել մարդկանց եւ առաջինը ում օգնեցիր։ Ես կարող եմ ասել, չեմ էլ հիշում, թե ինչպես իմացա, թե որ կարող եմ օգնել, որովհետեւ դեռ փոքրուց շատ փորձում էի, միշտ ուզում էի մարդկանց օգնել տարբեր ձևերով, բայց կոնկրետ այս բուժումների առումով միգուցե կասեի
տատիկիս դեպքը, որ ինձ համար առաջին որպես եւ շատ տպավորիչ էր, երբ տատիկս հիվանդանոցում ծունկերն էր վիրահատվել, ես տանն էի եւ այդ վիրահատությունից հետո շատ բարդություններ առաջացան եւ տատիկիս սրտի աշխատանքը բավական իջավ եւ երիկամների աշխատանքը կանգնել էր։ Բժիշկները արդեն հույս չէին տալիս, երբ մայրս զանգահարեց ինձ եւ ասաց լացակումած, որ շատ վատ է տատիկը եւ հույս չեն տալիս, ուզում են արդեն դիալեզ անել եւ երիկամների աշխատանք արհեստական ձևով աշխատեցնել։ Եվ ես այդ պահին չհասկացա, թե ինչ եղավ, ասացի մի անհանգստացիր մայրիկիս եւ դրեցի հեռախոսը, աչքերս փակեցի եւ չհասկացա, թե ինչ կատարվեց, ինչ եղավ ինձ հետ։ Իսկ երբ արդեն աչքերս բացեցի լսելով հեռախոսազանգը, որ մայրս էր, մոտ 5 րոպե էր անցել, նա ասաց, որ այդ ինչ արեցիր, տատիկի եւ սրտի աշխատանքն է կարգավորվել եւ երիկամների աշխատանքը երկուսն էլ բժիշկները շշմած են, ասում են սա հրաշք է, սա ինչ եղավ։ Եվ ես արդեն լացելով շնորհակալ էի լինում Աստծուն, որ կարողացավ իմ միջոցով անել, որտեղ ես չեմ այս ամենը անողը, ես պարզապես ինձ մաքրեցի, մաքուր որպես անոթ, Աստված է անում պարզապես իմ միջոցով։ Երկրորդ մյուս հարցը, ինչու են մարդիկ հիվանդանում։ Շատ լավ հարց է։ Մարդկանց հիվանդությունների պատճառը շատ են, տարբեր են, բայց ամենաառաջինը, ամենահիմնականը դա մարդկանց անցյալից եկած մարդկանց արարքների հետևանքով են ամեն մարդ հիվանդանում։ Այդ արարքը կարող է լինել այս կյանքի հետ կապված, կարող է լինել անցյալ կյանքերի հետ կապված։ Երբ որ այդ սխալ արարքների հետևանքով բացասական էներգիայի կուտակումներ են առաջանում մարդկանց տարբեր օրգաններում եւ այդ բացասական էներգիայից մարդիկ հիվանդանում են եւ տարբեր հիվանդություններ են ստանում։ Աստորեն դա գալիս է անցյալից, որը նաեւ կոչվում է կարմայից, որը դա մեր արած արարքների արարք եւ հետևանքն է։ Ինչ որ մենք անում ենք, դրանով ստեղծում ենք մեր գալիք կյանքը։ Հաջորդը ինչ պայմաններ են պետք բուժումը սկսելու համար։ Բուժումը սկսելու համար ինձ համար շատ կարևոր է, որ դիմացինը հավատա եւ խնդրի բուժում խնդրի։ Եվ նաեւ կարևոր է բուժումը խնդրելուց հետո այդ ամենը այնքան հավատան, որ որևէ կասկած չլինի, մի գրամ անգամ կասկած չլինի իրենց բուժման համար։ Եվ նաեւ ես ստուգում եմ իրենց ընկալողականությունը, ինչքանով են ընկալում իմ էներգիան եւ նոր միջև չընկալեն, չբացատրում եմ իրենց արարքները, ինչ զրուցում եմ իրենց հետ եւ պետք է ամեն պայմանները լինեն, այսինքն հավատքը, խնդրելը եւ չկասկածելը եւ բացատրեմ իրենց բոլոր այդ ինչից են հիվանդանում, ինչպես է լինում եւ պետք է անպայման ինչ որ ասում եմ անեն, իմ արածները պետք է լսեն, եթե չեն լսի, ես չեմ կարող իրենց օգնել։ Ինչպես ես բուժում, ինչ մեթոդով։ Շատ լավ, շատ կարևոր հարց է։ Ես բուժման համար ճիշտ ասած ոչ մի մեթոդ չեմ կիրառում, ոչ մի տեխնիկա չեմ կիրառում, որովհետև բուժումը Աստծուց է։ Հիսուսը ինչպես էր բուժում, ձեռքը պարզապես դնում էր կույրի աչքերին եւ կույրը տեսնում էր։ Ես երբ որ հիվանդը գալիս է, բոլոր պայմանները արդեն պատրաստ են լինում բուժումը սկսելու, նախ խնդրում եմ Տիրոջ առաջնորդությունը եւ Աստված բացվում է այդ էներգիան եւ ես ձեռքս պարզապես պահում եմ եւ Աստված ինքն է շարժում այնտեղ, որտեղ պետք է, որտեղ խնդրեմ կա
ինչ պետք է խոսեմ, նույնիսկ դա էլ ինձ տրվում է, ես նախօրոք չեմ որոշում, թե ինչ պետք է խոսեմ, եւ մարդուն չեմ ընդունում որպես բուժելու մեկ օրգանը, մարդը ամբողջական համակարգ է, եւ պետք է բուժել մարդու առաջինը հոգին, նոր մարմինը, որովհետև ամեն հիվանդությունները մարմնական դա հոգու վերքերից են առաջանում։ Ես նախ զրուցում եմ, խոսում եմ, փորձում եմ հոգեբանական օգնություն տալ, այսինքն ամբողջական եմ բուժում եւ իմ բուժման ժամանակ ոչ միայն մի հարց է լուծվում, եթե մի օրգանն է, ես մի հարց չի լուծվում, որովհետև եթե մարդը գնա էլի անհանգիստ շարունակի ապրել, նորից կհիվանդանա։ Ես այդ բուժումը երբ որ կատարվում է, ամեն ինչ բացատրում եմ եւ պետք է մարդը ինքն էլ բուժելուց հետո շարունակի պահպանել այն ինչ որ ես ասում եմ եւ այդ մեթոդները, բացի մեթոդ չկա, պարզապես աստվածային էներգիան է, Աստված ինքն է անում։ Քո էլեկտրոնային կայքի մեջ տեսա, որ յոգա ես ուսումնասիրել եւ բազմաթիվ վկայականներ ունես, որքանով դա օգնեց քեզ անելու այն, ինչ անում ես։ Ես երբ որ որոշեցի, զգացի, որ սա իմ առաքելությունը, փնտրում էի էլեկտրոնային կայքերում, թե ինչ որտեղ պիտի սովորեմ, որ մի փաստաթուղթ ունենամ, որովհետև Ամերիկայում բոլորս էլ տեղյակ են, որ չես կարող առանց փաստաթուղթի, բայց այդ փաստաթուղթը ինձ պարզապես որպես այդ առումով էր պետք, բայց հետո գտա շատ պատահաբար այն ինստիտուտը, որը որ իմ հենց հոգևոր ուսուցչի ստեղծած անունով էր, իր ուսմունքն էր Յոգանանդա ինստիտուտ եւ սկսեցի իրեն վերցնել դասերը եւ մի տարի ու կես մոտավորապես վերջացրեցի ամբողջը մինչեւ վարպետի այդ աստիճանը եւ բայց դա որպես գիտելիք չէր ինձ, դա աստվածային գիտելիք էր, դրանով ես կապվում էի իմ գուրուի հետ Եվ այդ գիտելիքը ինձ շատ գաղտնիքներ բացեց իմ առջև, յոգան ինքը դա կրոն չէ, դա գիտելիք է, յոգայի 8 ճանապարհները, ինչպես Հիսուսի 10 պատվիրաններն է, որ մենք այնքան էլ լավ չենք հասկանում, յոգայի 8 ճանապարհներն էլ հենց նման է դրան, դա այն է, որ հասնենք այդ ճանապարհով աստվածային միասնության։ Եվ ես այդ ժամանակ միայն դա էի ուզում, ես չէի մտածում, որ պետք է ինչ-որ բուժումներ անեմ, միայն Աստծուն էի ուզում, ասում էի, քեզ եմ ուզում Տեր, սիրում եմ քեզ, այդ անանձնական, այդ հավիտենական սիրով, աստվածային սիրով։ Եվ այդպես այդ ինձ օգնեց, որովհետև դա աստվածային գիտելիք էր եւ դրանով ես շատ գաղտնիքներ բացվեցին իմ առջև։ Ինչպես տարբերել ճշմարիտ եւ կեղծ բուժարարներին, ինչպես իմանալ, որոնք են Աստծուց եւ որոնք ոչ։ Մինչև այս հաղորդումը ես շատ եմ մտածում, որ ինչպես մարդիկ կընկալեն, որովհետև տեղյակ եմ, որ շատ ասպարեզում շատ են կեղծ բուժարարներ, չեմ ուզում դրա մասին խոսել, ուզում եմ այս հաղորդումը լինի մաքուր, աստվածային, ոչ մի վատ միտք չլինի, պարզապես իրոք գոյություն ունի դա եւ չենք կարող ժխտել։ Իսկ ինչպես իմանալ, ինչպես ճանաչել, առաջինը ճիշտ բուժարարը հոգիդ պետք է բուժի եւ քո մեջ պետք է զգաս նրա սերը, աստվածային սերը, որ մարդը եկել է առաջի անգամ է տեսնում, բայց այնպիսի սեր է զգում, որ լացելի աչքերը արցունքով են լցվում։ Դա միայն աստվածային Աստծո Աստված ունեցող, Աստվածուն իր մեջ բացած հոգին կարող է զգալ դա։ Եվ իգոն շատ կարևոր է, պետք է զգաք, որ այդ բուժարարը իգո չունի, այսինքն ինքը չի ասում, որ ես եմ այդ անողը, այլ Աստված է անում, պարզապես ես աղբյուրն եմ դրա, աղբյուրն եմ, որ
ինչպես ժայռից ջուրը գալիս է, բայց պետք է աղբյուր սարքես, որ այդ ջուրը նեղանա եւ խմենք այդ աղբյուրից։ Ահա այդ աղբյուրն եմ ես, բայց այդ ջուրը, որ ժայռերից գալիս է, դա աստվածային էներգիան է, որ իմ գլխի եւ բոլոր չակրաների միջոցով մտնում է իմ մեջ։ Եվ այդպես, երբ որ էգո չի ասում ինքը, որ ես եմ, իրեն չի գովում, եւ նաեւ շատ կարեւոր է, որ ձեր սիրտը երբեք չի խաբի մարդուն, եւ որ սրտին եք զգում, նայեք մարդու աչքերին, եթե ինքը իր մասին չի մտածում շատ, չի խոսում իր մասին, այլ բոլորին է ուզում օգնել, ուրեմն նա տեսնում է Աստծուն բոլորի մեջ, չէ՞ որ բոլորիս մեջ է Աստված, ինչ որ մի կերպար չէ, մենք պարզապես փորձում ենք այդ կերպարի միջոցով ընդունել, բայց Աստված բոլորիս մեջ է եւ հենց այդ Աստվածայինն է տեսնում իսկական բուժարարը։ Եվ իսկական բուժարարը տեխնիկաներ չի օգտագործում, այլ զուտ աստվածային էներգիա, որովհետև տեխնիկաներով բուժողը մի տեղից մյուս տեղն է տեղափոխվում բացասական էներգիա, իսկ եթե այդ անոթը մաքուր չէ, ապա չի կարող այդ անոթը լրիվ մաքուր բուժում կատարել, պարզապես ժամանակավոր թեթևացում կլինի եւ հետո նորից հիվանդությունը կվերադառնա։ Բացի բուժումներից ուրիշ ինչ հարցերով կարող ես օգնել մարդկանց։ Ինչի համար ենք մենք դիմում Աստծուն։ Ամեն պահի, ամեն ինչի համար։ Հիվանդ ենք, դիմում ենք, երեխայի համար դիմում ենք, ճանապարհ գնալուց դիմում ենք, նեղ վիճակում ենք, դիմում ենք, ամեն ինչի համար դիմում ենք։ Ես այդ ամեն ինչին կարող եմ օգնել, որովհետև դա Աստված է անում։ Աստված ամեն ինչում կարող է օգնել եւ հաջողություն տալ, որ դու կարողանաս մարդկանց օգնես այդ հաջողությամբ եւ այսպես շարունակ։ Քո կատարած բուժումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ եւ հիվանդությունը նորից ետ վերադառնա։ Բուժումը չի կարող հակառակ ազդեցություն ունենալ։ Այ հարցը նրանում է, որ դիմացինը ինչպես կպահի, ինչպես կվարվի բուժումից հետո, երբ որ բուժվեց, ինքը պետք է նախ շնորհակալ լինի այդ բուժման համար, պետք է հավատա, որ բուժվեց, պետք է չդատի բուժողին, չմեղադրի, չչարախոսի, չբամբասի։ Շատ դեպքեր են եղել ինձ հետ, երբ որ մարդիկ իրոք չեն հավատացել եւ ես տեսել եմ նույնիսկ, որ վատ բաներ են ինձ հետևից խոսել եւ նրանց հիվանդությունը նորից վերադարձել է։ Ինչպես բորոտներին Հիսուսը բուժեց, միայն մեկ հոգի եկավ շնորհակալ լինելու եւ նա ասաց՝ ուր են մյուսները։ Նրանք Հիսուսը մարմին չէր, որ ուզեր իր մարմնին շնորհակալ լինեն, պարզապես նա ուզում էր, որ մարդիկ հատկություն ունենան շնորհակալ լինելու եւ այդ շնորհակալության հատկությունը նրանց առողջ կպահի եւ նրանց հիվանդությունը երբեք չի վերադառնա։ Ահա ես էլ այդպես, որպես ճիշտ է Աստված է անում, բայց քանի որ Աստված չի կարող ամեն մեկի մեջ գտնվել, Աստված ընտրում է 1000-ից մեկը կարող է այս մաքրությունությամբ պիտի հասնես, որ կարողանա Աստված քո միջոցով կատարել այդ ամենը եւ դու այդ աղբյուրը, որը որ գալիս է, թեկուզ պետք է պարզապես հարգանք լինի, թեկուզ ինձ որպես ոչ թե անձ, այլ որպես այդ էներգիան կրող, որովհետեւ ես բուժումը անելուց իմ վրա եմ վերցնում այն բոլոր կարման դիմացի հիվանդություն եւ իմ վրա զգում եմ այն ամեն ցավը, որ հիվանդը ունի եւ իմ չակրաներով մաքրում այրում դուրս եմ հանում, այսինքն ես այդ ցավը զգում եմ, տանում եմ եւ դա պետք է հարգվի եւ շնորհակալ լինել։ Կարող ես արդյոք բուժել բոլորին։ Աստված կարծում եմ մի մասամբ պատասխանեցի այս հարցին, Աստված ամեն ինչ կարող է անել, բայց հարցը նրանում է դիմացինը
պատրաստ է այդ ամենը ընկալելու եւ հավատալու եւ ստանալու եւ կունի այն բարի կարման, որը որ թույլ կտա այդ բուժումը իրականացնել, անպայման պետք է ունենա, որովհետեւ ես եղա որ հերվում ինչ որ մեկի համար ինձ ասացին, որ բուժեմ եւ ես չէի ճանաչում, չգիտեի տեսքը նույնիսկ, բայց բուժվեց։ Այսինքն այդ մարդը ուներ այն բարի կարման, որը որ թույլ տվեց նրան բուժումը կատարել, թեպետ եւ անգիտակից վիճակում էր։ Այդ բարի կարմա իմ վրա կատարվեց։ Ասում ես, որ քրիստոնյա ես քո էլեկտրոնային կայքի մեջ, իսկ ինչ կապ ունի դա յոգայի հետ։ Ես քրիստոնյա եմ, այո, ծնվել եմ հայ քրիստոնյա ընտանիքում եւ պաշտում եմ Հիսուսին եւ շատ տեսիլքներով առաջինը Հիսուսն է եկել իմ տունը հյուր Մայրամի հետ, բայց յոգան կրոն չէ, յոգան պարզապես ճանապարհ է հասնելու Աստվածային միասնությանը։ Յոգայի միջոցով ես պարզապես մեկ դարձա Հիսուսի հետ։ Դրանից ավել քրիստոնյա լինել ես պարզապես չեմ պատկերացնում։ Իսկ իմ հոգևոր ուսուցիչը Պարամահանսա Յոգանանդան 2 հատորով գրքեր ունի գրված Հիսուսի երկրորդ գալուստը վերնագրով, որտեղ կետ առ կետ բացատրել է ամբողջ Հիսուսի Աստվածաշունչը, ամբողջը եւ որ վերջացրել է Հիսուսը տեսիլքով եկել է եւ համբյուրել նրա ճակատը եւ ասել, որ այսպիսի ճիշտ ձևով որևէ մեկը դեռ չէր բացատրել իմ ուսմունքը։ Դրանից ավել ինչ քրիստոնյա։ Ես իրոք քրիստոնյա եմ եւ ամենաբառիս ամենամեծ իմաստով մեծատար քրիստոնյա եմ։ Այն ամենը ինչ անում ես կապ ունի բախտագուշակության եւ մոգության հետ։ Ինձ այս հարցը շատ են տվել, որովհետեւ շատերը ինձ զանգում են եւ ասում են ինչ պետք է լինի եւ ինչ ես տեսնում։ Ես երբ որ մաքրվեց իմ մեջ ամեն ինչ, այսինքն միտք չկա իմ մեջ, լռություն է իմ մեջ եւ այդ լռությունից ես շատ բաներ է գալիս ինձ, շատերի մտքերն եմ զգում, տեսնում եմ շատ բաներ, շատ դեպքեր, որ պետք է լինեն, տրվում է ինձ, բայց ես բախտագուշակ չեմ, ես չեմ կարող ասել, ես իրավունք չունեմ, դա ինձ տրված չէ, որ ես ասեմ, թե ինչ պետք է լինի, եթե պետք լիներ, ինչ որ պետք է լինում մարդուն ասելու, ինձ Աստված տալիս է, իսկ ինչ որ պետք չէ, պարզապես պետք չէ, պարզապես խաղաղ ապրենք այսօր եւ այս ներկա պահով, ոչ թե մտածենք անցյալը ինչու անցավ, վատ էր կամ լավ, եւ ապագան ինչ պետք է լինի, ոչ, պարզապես շատ բան եմ տեսնում, շատ բան եմ զգում, բայց ես իրավունք չունեմ ամեն ինչ ասելու եւ ոչ մի կապ չունի իմ անելիքը բախտագուշակության հետ։ Կլինեն մարդիկ, որ քեզ չեն հավատա, ինչպես ես վերաբերվում դրան։ Շատ նորմալ, որովհետև Աստված մարդկանց տվել է ազատ կամք։ Ահա այդ ազատ կամքը մարդկանց հնարավորություն է տալիս, ոչ թե բոլորին հնարավոր չէ, բոլորին սիրել։ Ազատ կամք է տրվել եւ շատ նորմալ կընդունեմ։ Հիսուսին նույնիսկ, Հիսուսը եկավ եւ բուժումներ էր անում, օգնում էր, ուզում էր փրկեր, բայց խաչեցին եւ քարեր էին նետում վրան։ Իսկ ես ով եմ, շատ նորմալ եւ ով որ հավատա կօգտվի, ով որ չի հավատում, Աստծո օրհնությունները բոլորին։ Բուժում հեռավորության վրա մարդուն չես ճանաչում, չես տեսնում, նույնիսկ դժվար է պատկերացնել, որ դա հնարավոր է։ Ինչպես է դա տեղի ունենում։ Ես կարծում եմ արդեն մոտավորապես հասկացրեցի, որ այն ինչ որ անում եմ, դա իմ մարմնից չեմ անում, որպես այս մարմինը, որպես լուսին է, չեմ կարող ես գտնվել աշխարհի տարբեր ծայրերում, Հայաստանում, Կանադայում, Իտալիայում,
այն ամեն ինչ արվում է դա հոգուց է արվում։ Իսկ հոգին, երբ որ դու արդեն հոգի ես դառնում, մարմին չես, այլ հոգի ես եւ այդ հոգին բոլորի մեջ է, նույն հոգին, այդ իմ հոգին է դիպչում նրա հոգուն եւ այդպես է կատարվում այդ բուժումները հեռավորության վրա, իսկ այդ երբ որ այդ բուժումները կատարվում է, ես նույնիսկ լինում է, որ միանգամից մի քանի վայրերում ինձ տեսնում են, եւ նույնիսկ նկարին նայելով ինչ որ բաներ եմ ասում իրենց, որ մի կասկածի Հայաստանից ծանոթներից մեկ ասաց ինձ ասացիր մի կասկածի, նայեցի նկարից եւ ասացիր մի կասկածի, պարզապես բուժվելու է երեխան։ Այդպես այդ հոգուց ես հոգուց է, որ եթե հոգի չեմ, ինչպես կարող եմ իմ տանը գիշերը արթնանալ ժամը 3-ին եւ ձեռքս պարզել, կարծես ինչ որ մի բան եմ բռնում եւ հետո իմանում եմ, որ տատիկս նույն ժամին ընկել է մահճակալից եւ ոչինչ չի եղել։ Փաստորեն ես բռնել եմ իմ տանը, տատիկիս իրեն տանը բռնել եմ։ Ինչպես կարող էր մարմինը դա անել։ Այդ ամենը հոգուց է եւ հոգին ամեն տեղ ներկա է, ինչպես իմ հոգեվոր ուսուցիչը, ինքը մարմնով չկա, բայց այնքան ներկա է իմ մեջ եւ իմ շուրջը եւ ինձ առաջնորդում է, որ որևէ մի մահկանացու այդքան ներկա չի կարող լինել, որտեղ նա էլ հոգի է, մարմին չէ եւ իմ մեջ է այդ նույն հոգին։ Կայքում գրել ես, որ նախ ինքդ քեզ պետք է փոխես, որ օրինակ լինես եւ քո օրինակով ոգեշնչես բոլորին։ Ինչ փոփոխության մասին է խոսքը, որն է առաջին քայլը եւ արդյոք այն տարբեր է յուրաքանչյուրի համար։ Շատ լավ հարց է սա, որովհետեւ ես հաճախ եմ լսում մարդիկ, որ ասում են ուզում եմ փոխել, ուզում եմ օգնել աշխարհին օգնել, աշխարհը փոխել մարդկանց, բայց երբ որ ես տեսնում եմ իրենք ինչպես են ապրում, իրենք արդեն փոփոխության, իրենք անկատար են, իրենք պետք է հասնեն այդ այդ ներդաշնակության, այդ խաղաղությանը, այդ հավետենական սիրուն, որ կարողանան ոչինչ առանց որևէ բան անելու, արդեն այդ էներգիան հազարավոր կիլոմետրերով տարածվում է եւ կարող է աշխարհի մի ծայրում պատերազմը դադարի, երկրաշարժերը դադարեն, պարզապես այդ մարդը խաղաղ, երբ որ նստած է իր տանը եւ այդ էներգիան գնա պարզապես ոչինչ չանելով, միայն այդ խաղաղ այդ մաքրությունը տարածվի եւ բուժվի, մեկին կարող է փրկի ինքնասպանությունից, մեկին բուժի, ինքն էլ չիմանալով, որ դա արեց։ Ահա այդպես շատ կարևոր է մենք մեզանից սկսենք եւ իսկ որն է առաջին քայլը, այդ ինչ փոփոխության մասին էր խոսքը, հենց այդ փոփոխության, որ մենք պետք է առաջին քայլը ես կասեի մենք մոռանանք մեզ ես չեմ ասում որպես հոգեպես, այլ մեզ մոռանանք որպես անձ, այն ինչ որ միշտ անում ենք, ես, իմը, ինձ, իմ երեխան, իմ գործը, իմ տունը, իմ աշխատանքը, կենտրոնացած ենք եսակենտրոնությունը մոռանանք եւ պարզապես իմանանք, որ կարող է հարևանի երեխան վաղը իմ երեխան լինել մյուս կյանքում եւ այսպես շարունակ բոլորին փորձենք սիրել, բոլորին օգնել, բոլորի մասին մտածել, մոռանանք այդ իկոն կամաց հանենք եւ պարզապես հասկանանք, որ բոլորս փնտրում ենք ուրախություն, բոլոր մարդիկ երջանկություն են փնտրում եւ ուրախություն, սեր են փնտրում եւ խաղաղություն, բայց որտեղ են փնտրում։ Փնտրում ենք իրերի մեջ, փնտրում ենք մարդկանց մեջ, փնտրում ենք տան մեջ, տուն ունենանք, մեքենա ունենանք լավ, գնանք հանգստանալու լավ վայրեր ման գանք, ահա այդտեղ ենք փնտրում ուրախությունը եւ երջանկությունը,
բայց շատ լավ է այդ բոլորը շատ լավ բաներ են որ լինի ես չեմ դեմ չեմ դրանց բայց առաջին ուրախությունը մեր մեջ պետք է փնտրենք եւ որ մեր մեջ գտնենք այդ մեր մեջ է այդ հավիտենական ուրախությունը դրսի ուրախությունը ժամանակավոր է կարճ է ստանում ես եւ վերջ կարծես վերջացավ կարծես չերել ուզել այդ ամենը Ահա այդ երջանկությունը, որը բոլորն են ուզում, եւ որ մենք այդ մոռանանք այդ իգուն եւ փորձենք այդ երջանկությունը մարդկանց տալ գտնելով, տառապանքը կվերանա։ Մի քանի վայրկյան, երբ որ նստես եւ մոռանաս, թե քեզ ով է վիրավորել, ով է վատ խոսք ասել, կարծում եմ այնքան կհանգստանաս, որ չես տառապի պարզապես, ուրախություն կգա վրատ։ Ես ինքս փորձել եմ, ես ինքս հասել եմ եւ ուզում եմ այդ ամենը տալ իմ ժողովրդին, ուզում եմ իրենք էլ հասնեն դրան եւ խաղաղ ապրեն ու երջանիկ։ Քո կարծիքով սովորական մարդ ես, թե տարբերվում ես մյուսներից։ Ես սովորական մարդ եմ, այո, բոլորի նման, որևէ բանով չեմ կարող ինձ առանձնացնել, ոչ մի բանով, շատ սովորական, բայց միևնույն ժամանակ արթնացած այն մթությունից, այն խավարից, որ դարեր շարունակ, ես կարող եմ ասել հազարավոր տարիներով գալով այս աշխարհ գնալով տարբեր կերպարներով ինձ տանջել է ու տանջել վերջապես ես այս կյանքում այդ արթնացմանը արժանացա եւ միգուցե այդքանով պարզապես բայց հակառակ դեպքում բոլորի նման եմ սովորական հոգի կարելի ասել ոչ թե անձ այլ հոգի Եթե անձը բուժվում է մեկ այլ բուժարարի մոտ, կարող է միաժամանակ այցելել ձեզ մոտ։ Ես արդեն կարծում եմ ասացի, որ պետք է հավատալ, պետք է պարզապես հավատալ եւ վստահել։ Իսկ եթե մեկը գնում է մի բուժարարից մյուսին, թեկուզ գնացել է մեկի մոտ, բայց ուզում է իմ մոտ գալ, ուրեմն չի վստահում նրան։ Պետք է լրիվ 100% վստահես, թե չէ մի տեղից մյուսը, մյուս տեղից մյուսը գնալով որևէ մեկը չի կարող օգնություն ցույց տալ։ Պետք է հավատարիմ մնալ քո մեկին, ում որ կընտրես, ում որ պարզապես կզգաս, որ ինքը քեզ կօգնի, ես չէի ուզի որևէ մեկ այդ ձևով եւ ես իմանում եմ եւ ասում եմ ես չեմ օգնի քեզ, որովհետեւ պետք է հավատալ։ Այդքան է առայժմ։ Իսկ ինչու որոշեցիր գնալ Հնդկաստան եւ ոչ Հայաստան։ Հայաստանում չկան սրբավայրեր։ Նախ ուզում եմ ասել, որ ես չեմ գնացել։ Ես անցյալ տարի պետք է Հայաստան գնայի, շատ էի ուզում աղջկաս հետ գնալ, ինքը վերջին տարին էր 12-րդ դասան ավարտեց եւ պետք է գնար Հայաստան, բայց փակվեց իմ առջև ճանապարհները, ես չգնացի։ Աստված է ինձ առաջնորդում եւ այս Հնդկաստան գնալը ինձ համար հրաշքով եղավ ես, որ վերջի րոպեին հենց իմ գուրուի խմբով ես կարողացա գնալ եւ դա էլ պատահական չէր, այնտեղ իմ շատ հզոր փոփոխություններ եղան եւ վերջնական ձեռնադրումները ես անցա Հնդկաստանում եւ եղա իմ հոգեվոր ուսուցչի տանը խոկում արեցի իր սենյակում դա ինձ համար չգիտեմ աննկարագրելի սուրբ պահեր էին իսկ Հայաստանում ինչու չկան սուրբ վայրեր արդյոք
Իհարկե կան, ես Հայաստան գնացի մոտ 10 տարի առաջ Հայաստանում եւ ելի կարծես ուխտագնացություն էր դա, միայն սրբավայրերն էի գնում եւ աղոթում, իսկ երբ որ ես եղա Ծաղկևանքում Սուրբ Վարվարայի վանքն է դա, որը որ Վարդավառի տոնի հենց սրբուհին է, այդ աշտարակում է կարծեմ, եթե չեմ սխալվում, բարձր սարի գագաթին կիրճի մեջ է եւ ջուր է հոսում այդ կիրճից եւ այդտեղ երբ որ ես մտա մի փոքրիկ կիրճ էր, մի մարդ էր նստած եւ շատ մարդիկ կային ինձ հետ, մի մարդ էր նստած եւ ինձ ասաց ես քեզ պետք է աղոթեմ, ես էլ պարզապես բացեցի սիրտս եւ պատրաստ էի աղոթքի, երբ նա աղոթելուց հետո այդ ժայռից հավաքած ջուրը, որ կաթացել էր, ինքը հավաքած ուներ իր մոտ, վրաս շփեց այդ ջուրը եւ ես չեմ կարող պատկերացնել, թե այդ ինչ ցնցում էր իմ մեջ եղավ եւ հետո ես չէի հասկանում այդ ժամանակ, բայց հետո երբ որ արդեն իմ մոտ բացվեց շատ գաղտնիքներ, ես հասկացա, որ դա իմ առաջին արթնացումն էր այդ կիրճում եղավ, դա սրբություն էր իրոք եւ փաստորեն Հայաստանում իմ առաջին փոքրուց էր սկսվել այդ ամենը եւ դեռ անցյալից եւ Հայաստանում դեռևս 10 տարի առաջ եղավ իմ առաջին արթնացումը, բայց որպեսզի վերջնականանար, ես դեռ պետք է անցնեի այդ փորձությունները, որ ինձ տրվում էր արժանապատվորեն պետք է անցնեի, իսկ այդ սրբությունները կա Հայաստանում, բայց պարզապես մենք պետք է պահենք այդ ամենը, իսկ Հնդկաստանում մարդիկ, եթե ծառը սուրբ է, ծառեր կային, որ սուրբ ծառեր էին, իրենք խոնարհվում են, մոմ են վառում այդ ծառի շուրջ, Գանգա գետը, որը իրոք սրբություն է, ամեն երեկո ժամը 7-ին հատուկ իրենք ոգեշնչման արարողություն են կատարում եւ մոմերով ծաղիկներ են դնում գետը, այդ դա պետք է մեր ժողովուրդը այդ պահպանի այդ սրբությունը, ուժ տա, կյանք տա այդ սրբությանը։ Ես այս ամենին հասնելու համար մի հոգևոր բարձր ուսուցչի ասում են ինձ, մեկ ասում է ինձ կարող ես տալ մի մանտրա, որ ես կրկնեմ, մանտրան դա խոսքեր է, որ կրկնում են, որպեսզի միտքը, խանգարող մտքերը գնա եւ նա ասում է ամենամեծ մանտրան դա շնորհակալ եմ, thank you, այդ մանտրան է եւ ես իմ մեջ այդ ունենալով այդ իրոք շատ շնորհակալ կան այդ զգացումը չեմ կարող այսօր մոռանալ այն մարդկանց, որոնք ինձ օգնել են այս ճանապարհին, որոնք ինձ հետ քայլել են, Աստված է ճիշտ է իրենց բերել իմ առջև, բայց իրենք էլ չէ որ մեծ դեր են կատարել այդ ամենին եւ ուզում եմ պարզապես շնորհակալություններս հայտնել առաջին Աստծուն, որը որ օրհնության արժանացրեց եւ իմ հոգևոր ուսուցիչներին, որը որ մեկը չէ, բոլորը միասին են նրանք Հիսուսը, Պարամահանսա Յոգանանդան, որը որ ժամանակը հասունանալով ինձ առաջնորդեց Ռամանա Մահարիշին, մեկ այլ հնդիկ իմաստուն, ազատ հոգի, Հիսուսին, Կրիշնա, Բաբաջի, Լահիրի Մահաշայա, Շվամիշվիրի Ուկտեշվար, բոլորին, բոլոր տիրակալներին, որոնք ինձ առաջնորդեցին հասնելու այս ամենին եւ շնորհակալ եմ իմ կողքը, իմ ընտանիքում ապրող մարդկանց, իմ ամուսնուն, երեխաներին, որոնք իրոք հավատացին, որոնք ինձ օգնեցին եւ կարողացա հասնել այս ամենին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել իմ
ամենամտերիմ էլի կարող եմ ասել ինձ հոգևոր մեծ ուսուցիչ ինձ համար իմ մորը, որը որ ինձ համար նա Աստվածամոր, ես իրեն որ նայում եմ, կարծես Աստվածամորը տեսնեմ իր մեջ եւ չեմ էլ սխալվում, կարծում եմ ինքն էլ հզոր հոգի է, որ ես իրեն ընտրեցի, որ կարողանամ իրեն միջոցով գալ եւ իմ առաքելությունը անել։ Շնորհակալ եմ իմ հորս, որը որ իր հայրական գուրգուրանքով կարողացավ իմ մեջ այդ ուժը դնել եւ կարողացա ես այդ ուժը պահպանել, այդ անվախությունը, որ գնամ կյանքին ընթառաջ։ Շնորհակալ եմ իմ հարազատներին, քրոջս, եղբորս, որոնք ամեն պահի իմ կողքին էին իրանց ընտանիքներով։ Շնորհակալ եմ մի մարդու, որը որ ինձ առաջինը ծանոթացրեց տիրակալների այդ թելադրություններին եւ իմ գիտակցությունը սկսվեց փոխվել Լևոն Մոսինյանին, որը ինձ շատ վատ ժամանակ օգնեց հոգեպես եւ նաեւ այդ գիտելիքներով եւ առաջինը ինքը ինձ տվեց այդ կայքը, որ ես նայեմ այդ տիրակալների եւ նաեւ ինձ տարավ Lake Shrine, որտեղ ես հանդիպեցի իմ հոգևոր մեծ ուսուցչին Պարամհանսա Յոգանանդային եւ իրան անչափ շնորհակալ եմ այն իր խումբ առողջ ապրելակերպ, որ ես տարիներով այցելեցի եւ ստացա այդ օրհնությունը։ Շնորհակալ եմ բոլոր այն բոլորից, ովքեր իմ շուրջն են, կներեք, եթե որևէ մեկին մոռացա կամ իմ, չգիտեմ, ուսուցիչներին շնորհակալ եմ Հայաստան եւ Սփյուռս աշխարհի եւ ամենամեծ շնորհակալությունը էլի գնում եմ հոգևոր ուսուցչին, որին որ պարզապես խոնարհվում եմ եւ ասում ես սիրում եմ քեզ աստվածային հավիտենական անանցնական սիրով եւ դու իմ հոգում ես, իմ սրտում ես եւ այնտեղ մնալու ես հավետ կամ այս մարմինը թե չկամ հավետ ինձ հետ ես լինելու։ Երբ որ ես գալիս էի այս նկարահանմանը, ես եւս մեկ անգամ զգացի, որ Պարամհանսա Յոգանանդան ինձ առաջնորդում է։ Երբ ստացա մի մեսեջ Հնդկաստանից, Նարե անունով մեկը ինձ մեսեջ էր ուղարկել, որը ես երբեք չեմ ստացել իրենից այդպիսի մեսեջ Messenger-ով, եւ գրել էր Պարամհանսա Յոգանանդայի խոսքերը։ Եվ երբ որ ես կարդացի, ես պարզապես լաց էի լինում, չէի կարողանում զսպել արցունքներս եւ իրեն գրեցի, որ սա ճիշտ ժամանակին էր, սա ինքն էր, Յոգանանդան էր քեզ ասել, քեզ քո միջոցով ինձ ուղարկել այս մեսեջը հենց գալուց առաջ եւ մարմինս փշաքաղվեց եւ որոշեցի ես պետք է թարգմանեմ եւ այսօր կարդամ այդ տողերը, ինչ որ ստացա ես իրոք իմ ուսուցչից եւ ուզում եմ կարդալ թարգմանությունը։ Ամենամեծ սիրավեպը անսահմանի հետ է։ Դու պատկերացում չունես, թե ինչ գեղեցիկ կլինի կյանքը, երբ դու հանկարծ գտնես Աստծուն ամենուր, երբ նա գա եւ խոսի քեզ հետ եւ առաջնորդի քեզ, եւ սիրավեպ աստվածային սիրո սկսված է։ Պարամհանսա Յոգանանդա։ Խոսքեր չունեմ եւ նրա այս խոսքերն էլ հենց նրա սերը, նրա լույսը, որ ասում է, որ արփած եղիր Աստծո սիրով եւ այդ սերը տուր ամենքին, ահա այս նրա վերջին խոսքերը, որ ես ինձ համար առաջնորդ եմ կարգել եւ սրանով եմ առաջնորդում եւ ուզում եմ իմ ժողովրդին էլ բոլորին տալ այս սերը, այս լույսը, հանել մթությունից դեպի հավիտենական լույսը, դեպի ճշմարտությունը, որն էլ կլինի ամենամեծ բուժումը։ Շնորհակալ եմ։